Իսկ ձեր համայնքում մարդկանց թեկուզ երիտասարդներին ինչպես եք բացատրում պատարագի կարևորությունը, երբ մարդը գալիս է եկեղեցի ու ասում է լավ, ինչի գամ պատարագի, ինչու է դա այդքան կարևոր։ Ես իմ մանավանդ այդ արտահայտությունը, որ վստահ եմ շատ սղոցող յուրաքանչյուր քահանայի հոգևորականի քրիստոնյայի համար, ես իմ մեջ իմ սրտում Աստծուն հավատում եմ։ Ինչ եք պատասխանում, որ մարդը հասկանա, որ պատարագ անհրաժեշտ է ու անփոխարինելի։ Նախ ասում եմ, որ չեմ հավատում, որ դու տան աղոթում ես, որովհետև տան աղոթող մարդը պիտի ուզենա եկեղեցում Տիրոջ հետ ներկա լինի։ Տան ինչքան էլ աղոթենք, ես էլ տան աղոթում եմ, գիշերի աղոթքի ժամն ունեմ, առավոտյանի աղոթքի ժամն ունեմ, դա իմ առանձնական զրույցն է Աստծո հետ։ Բայց պատարագը այն տեղն այն վայրն է, որտեղ Քրիստոս պատարագվում է, եւ այնտեղ միայն եկեղեցում է այդ ամենը ներկա։ Եկեղեցին ինքը ասած մարդկանց ասում որ սա մարդու եւ Աստծո հանդիպման վայրն է եւ այս պատարագը Տիրոջ սիրո ճաշի հրավերն է։ Դու գալիս ես ճաշակելու Տիրոջ մարմին ու այրունը։ Ուզում ես տեսնել Քրիստոսը ինչպես է քո մեջ բնակվում, դու պիտի գաս այդ պատարագին։ Սա հրավեր է։ Ինչու, որովհետեւ մենք մարդիկս միշտ սովորենք, երբ որ մեզ հրավիրում են, ամեն ինչ անում ենք գնալ այդ մարդուն գոհացնելու համար, որովհետեւ հաջորդ անգամ գուցե դու իրան հրավիրես չգա։ Օրինակ եմար, մենք նեղության ժամին դիմում ենք Աստծուն։ Շատ լավ է, նշանակում է դու Աստծուն վստահում ես եւ հավատում ես, բայց սա սիրո նշան չէ։ Եթե դու ուզում ես որ Աստված քո կյանքի մեջ ներկա լինի, նախ դու քո քայլը պիտի առնես։ Աստված ասում է՝ խնդրիր, ասա որ քեզ օգնեմ, բայց մի խնդրի որ քո փոխարեն ես անեմ։ Դու քո բաժին գործը պիտի պարտադիր անես, մնացած Տերը պիտի քեզ տա։ Եվ շատ չի խնդրում, շաբաթվա մեջ 2 ժամ է ընդամենը մեզ խնդրում։ Եթե սա էլ ավել է, մենք իրավունք չունենք տալու, այսօր ճանապարհին որ գալիս են կներս մեկը զանգեց, ասում է ճիշտ է չէ որ Աստծո 1 օրը 1000 տարի է։ Ասում է իսկ մենք ինչքան ենք աղոթում Աստծուն մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե Աստված մեր կյանքը սահմանել է 70-ից 100 տարի, ասում է նստել եմ հաշվարկ եմ արել, ընդամենը 2.5 ժամ ենք ամբողջ կյանքում տրամադրում Աստծուն։ Այսինքն մի ամբողջ կյանքի մեջ դու 2.5 ժամ ժամանակ ունես Աստծո հետ լինելու, որովհետև այսպես ասեմ առաքինության, սրբության քարոզիչները շատ են, նահատակներ չկան, մարտիրոսներ չկան։ Այսինքն առաքինության քարոզիչները ինչքան ուզես մեր կյանքում կան, բայց աղոթող մարդը դրա հետ մեկտեղ ինքը չի կարող անիծել, բամբասել, չարախոսել, թշնամություն հրահրել։ Եթե դու աղոթում ես, դու այդ աղոթքը նշանակում է ներկայությունը սիրո մեջ, իսկ սիրո մեջ ապրող մարդը ինքը չի կարող այլ կերպ լինի։ Քրիստոս ամեն օր մեր սիրտը թակում է, բայց այդ սրտի դուռը դրսից բռնակ չունի, որ Տերը բացի ներս մտնի, դու պիտի բացես իր համար, որ ինքը գա ապրի քո մեջ։ Եվ պատարագ ես հրավերի միջոցով, երբ որ մարդը 1 անգամ, 2 անգամ պատարագին կարողանա լսել, հասկանալ ինչ է կատարվում, ինքը էլ չուզենա պատարագից դուրս այլ բանի մեջ լինի, որովհետև պատարագը խորուրդ խորին է, ինչպես որ շարականի մեջ ենք ասում, այդ քննել այդ խորություն Աստծո ներկայություն դու միայն կարող ես քո ներկայությամբ զգալ քո կյանքի մեջ։